Նախագահ Դավիթ Համբարձումն Դատավճռի հրապարակման նախորդ դատական նիստում ներկայ եւ դատանը հայտարարել գործիքնություն ավարտված նշել է, որ դատավճռի հրապարակման գործիքնությունը հետաձգվում է եւ նշանակվում 2025 թվականի հոկտեմբերի 23։ Սա դուք լսել եք։ Այսինքն պատշաճ կերպով ծանոթացած եք եղել 2025 թվականի հոկտեմբերի 23-ի կայացած դատական նիստի վերաբերյալ։ Ինչու չեք ներկայացնում։ Պատվարժան դատարան, նախ դատարանը տեղեկացրեց, որ իմ ներկայությունը պարտադիր չի հրապարակման ժամանակ, դրան չեմ սահմանափակվել, մտածելով, որ իմ ներկայությունը եթե պարտադիր չի, կարող եմ ներկա չգտնել, չնայած որ նախորդ պլանավորած գործեր ունեի արտերկրում, ինչպես հայտնի է բոլորին, ես երբ որ տեղեկացվել եմ պատվարժան դատարան ինձ դատապարտելու մասին, ես անմիջապես տեղեկացել եմ առաջին, քանի ես իրավասության առաջին արձանի դատարանին, որ ես վերադառնալ եմ արդեն ունեմ գնաց տոմս, եւ տվյալորը հոկտեմբերի 28-ին վերադարձել եմ գնացել եմ դրան դա խնդիր չեմ տեսել, էլի այդ որ տեղեկացել է որ կարող եմ ներկա չլինել, դրա համար դատական նիստի ընթացքում է դատարանը։ Այո, հարգելի պաշտպան, այդպիսի հայտարարություն Պատվարժան դատարան եւ եթե շեմ սխալվում եւ վերդիկտի հրապարակումից առաջ է եղել եւ դատավճռի հրապարակումից առաջ։ Դատական նիստով մեկը հաստատ եղել է դատական նիստով, բայց որ մեկը այս բանը չեմ մտաբերի բովանդակությամբ է եղել։ Այն բովանդակությամբ, որ դատարանը անհրաժեշտ չի համարում կողմերի ներկայությունը, ըստ օրենքի։ Ինչքան ուրիշ պատվարժան դատարանը ասվել է, որ պարտադիր չի մեր ներկայացնել այս պատճառներով։ Այսինքն դուք ներկա չեք գտնվել դատավճռի հրապարակման նիստին, փորձենք ամբողջացնել ձեր ասած։ Նկատի ունենալով, որ ըստ ձեր տեղեկությունների եւ ըստ դատարանի հայտնածի, պարտավորել չէի հոկտեմբերի 23-ին ներկա գտնվել դատական նիստին, նկատի ունենալով, որ դատավճռ է հրապարակվելու եւ դատականություն չի լինի։ Այո, ես ճիշտ ասացի։ Լավ։ Իսկ որտեղ եք գտնվում։ Մոսկվայում եմ։ Աշխատանքային հանդիպումներ ունեի։ Աշխատանքային ասելով դա ձեր պարտականություններից է բխել։ Ոչ, ես մի անգամ հայտարարություն եմ արել, դրա մասին խոսել եմ պատվարժան դատարան, ձեզ տեղեկացնում, ես գործարար համայնք հետ հանդիպումներ ունեի, համայնք ներդրումներ եւ այլն այդպիսի աշխատանք հետ, դրա համար գնացել էի, այն տեղեկացնում եմ հետո վերադարձ։ Լավ, նախկինում դուք ըստ գործունեությունների կրկին Հայաստանի Հանրապետությունից դուրս եք եկել եւ վերադարձել։ Նախկինում նախապես տեղեկացնում եք դատարանը, որ գնալու եք Հայաստանի Հանրապետությունից։ Ճիշտ ասած չեմ տեղեկացել պատվարժան դատարան, մտածել եմ որ հնարավոր է դուրս գալ երկրից գնացել եմ։ Ձեր նկատմամբ գրավ եք իրավացել, հնարավոր եղել։ Այսինքն այդ նախկին անդամները որ գնացել եկել են, որևէ ձևով դատարանը ձեզ միջամտել է, որ չի կարող չի ասել։ Պատվարժան դատարան եղել են նաև դեպքեր, երբ պարոն Համբարձումյանը պետք է բացակայի Հայաստանի տեղեկացել եմ նիստի ժամանակ։ Եղել արարվում մենք նիստեր, մենք նախորդ դատարանին տեղեկացել ենք, ինքը պատճառը հարգելի է համարել, թույլ է տվել համապատասխան բացակայությունը կազմակերպենք, նույնիսկ նշանակել այլև։ Պատվարժան որ մասից համայնք դուք ու քաղաքը հանդիպում ունեի Ֆրանսիայում, բայց հիշեցի, որ մարդան հիշեցի։ Դատարան տեղեկացել ենք կլինի, որը փոխենք։ Նմանատիպ հանդիպումն է փոխվել, այդպես խնդիր չի եղել, դրա համար մտածել եմ կարող եմ գնալ դատարանից։ Լավ, եկեք պատվարժան դատարան։ Կանոնական նիստերը տեսեք երբ նշանակվի, 3-4 ամիսը մեկ են նշանակված։ Եվ շաբաթը մեկ չէ, այդքան գիրը չի եղել երբևիցե։ Լավ, եւ դատավճռի հրապարակելու ծրագրում մասնավորապես դատարանում 27/10/2025 թվականին ստացվել է դիմում Դավիթ Համբարձումյանից, որը նշված է հետևյալը։ Հայտնում որ պաշտոնից միջոցով ծանոթացել եմ ի վերաբերյալ քննվող քրեական գործի դատարանի կողմից 23/10/2025 թվականին կայացած դատավճռի եզրափակիչ մասին, համաձայն որի դատարանը վերաբերել ճանաչել ինձ եւ որպես պատիժ նշանակել ազատագրություն 6 տարի 3 ամիս որոշվել է իմ մտավանդիրոս կապանուչս վերաբերյալ եւ որպես կապանուչս կիրառել քաղաքը։ Տեղեկացնում որ աշխատանքային հայցի շրջանակներում այս պահին բացակայում եմ Հայաստանի Հանրապետությունից, սակայն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին վերադառնալու եմ Հայաստանի Հանրապետություն։ Սա դուք եք ուղարկել այս։ Այսինքն տեղեկացել եք դատավճռի մասին եւ
Ասում է ինքնական ներկայացած պատիժը կրել։ Պատվաժան դատարան շաբաթ կիրակին գա, տենց եմ հիշում, դրա համար ոնց որ ամսի 27-ին պետք է ավելի շուտ ուղարկի էլի։ Եվ երբ ներկայացած, 28-ին, ոնց է այսինքն դատավճիռը հրապարակվել է հոկտեմբերի 23-ին, ներկայացած հոկտեմբերի 28-ին եւ ձերբակալվեց։ 5 օր է։